բարի լույս ձեզ ժողովուրդ ջան։ Ես այսօր ուզում եմ դիմեմ, ասենք, բոլոր հայ ժողովրդին, երբ որ ասենք գնում եք ընտրության, գնում եք պատգամավորներ ընտրեք, պատգամավորները որ ընտրեն վարչապետ, ունենանք երկրի ղեկավար, ունենանք օրենսդիր մարմին, ունենանք մի խոսքով իշխանություն ունենանք։ Դուք դա անում եք ինչի համար։ Խոսքի օրինակ, ես դա անում եմ, որ մեզ ունենանք իշխանություն։ Մեծամասնությունը ընտրում է իշխանություն, փոքրամասնությունը ինչ է անում։ Խոսքի օրինակ վերցնենք 2021 թվի ընտրությունները։ Օրինակ, դաշնակները, մի խոսքով, Քոչարյանի խմբակցությունա, բանա, ինչ որ կան։ Դուք, ասենք Քոչարյանին, դաշնակներին, ընտրում եք ինչի համար, որ պարգարեն իշխանության դեմ, Նիկոլի դեմ, թե մարդկանց ընտրում եք, որ գան երկրի համար ինչ որ օրենքներ բերեն, ինչ որ մի բան բերեն, նորություն բերեն, այ մարդ։ Թեկուզ օրենք բերեն թոշակառուների համար, ասենք թոշակները ավելացնելու համար, օրենք բերեն հարկերը չբարձրացնելու համար, այս մի բան։ Հիմա 2021 թվին, որ ընտրությունները եղավ, ձեր ղեկավարը ինքը ասեց, չէ, ես չեմ գնա պատգամավոր, չեմ գնա ոտնատակ։ Եթե ես երկրի ղեկավար չեմ, ես ոտնատակ չեմ գնա, ձեզ գցեց ոտնատակ։ Ձեզ գցեց ոտնատակ ու ինչ, գնացիք պատգամավոր, ու ինքը ինչ հրաման տվավ ձեզ։ Ուրեմն գնում ենք ընդե, մինչև քոքը մաշացնենք Նիկոլի։ Էտա չէ եղել։ Մինչև քոքը մաշացրիք, դե ասեք, 2021 թվից մինչև 26 թիվը մի հատ օրենք բերել եք, որ մարդ ասի, այ մարդ, այս մարդիկ իսկականից օրենքներ էին բերում, այս օղրաշ ԿՊԱ-ականները բան, այ մարդ, այս մարդկանց բերած օրենքները չէին ընդունում։ Այն ժամանակ հիմա լսում եմ ձեզ, խոսում եք, եսիմ այդ ինստիտուտները, համալսարանները պետքա ձրի լինի, այս մեկը պետքա ձրի լինի, թոշակները պետքա ասենց ավելանա, էսի քիչ է, այն մեկը հազար բան եք ասում արդեն։ Լսում եմ էլ են Մինասյանին, բանին, են աղջկեքին, լսում եմ են ինչեր են խոստալի։ 21 թվից մինչև 26 թիվը ինչու եք այդ օրենքները բերում, ախր չէ որ այդ նույն բաները ինչ հիմա ասում եք, 21 թվին էլ եք խոստվել ժողովրդին, որ բերելու եք։ Ինչի այդ օրենքները, դե մի հատ օրենք ցույց տվեք, ասեք բերել ենք, մեզ մեծամասնությունա, ինչա են, ԿՊ-ա, ինչա մեզ մերժել է, այդ օրենք չեն ընդունել։ Ախր մենք մարդ ենք, չէ։ Մենք սպասում ենք ձեր օրենքներին, որ օրենքներ ընդունեք, մեզ համար բարելավեք, մենք են դրա համար ենք ձեզ ընտրում։ Հա ես ձեզ չեմ ընտրել, բայց ես ասում եմ, ձեր ընտրողը ձեզանից ինչ է ստացել 5 տարում, որ հիմա նորից էլի ինչ-որ բաներ եք խոսք տալի։ Խոսք եք տալի։ Հիմա խոսք եք տալի, որ մեզ ընտրեք, սենց դեն կանի, մի ինչ-որ մասսա գալիս է նորից ձեզ ընտրում, էլի մի 10 հոգի, Սանդեր Զարյատկես պրտնում է, էլի մի 15-20 հոգի, ընգնում եք խորհրդարան, նորից հրաման եք ստանում ձեր Քոչարյանից, որ այս անգամ ընդհանրապես պետք է միջև իսկական քոքը մաշեցնենք։ 5 տարի էլ եք դուրակավալյատ անում, հետո եւ ինչ որ բանա փոխվում, ոչ մի բան էլ չի փոխվում։ Ժողովուրդ ջան, իրականում, եթե մարդկանց ընտրում եք, մտածեք, ում եք ընտրում, ինչի համար եք ընտրում։ Ոչ թե գան ինչ-որ մարդու համար ընդեք քոք մաշացնեն, այլ ժողովրդի համար, պատգամավորը պետք է ժողովրդի համար օրենքներ բերի, որ ժողովուրդը իրենց բերած օրենքներով ապրեն, ու այդ պատգամավորի համը զգան։ Ախր դուք ինչ եք արել։ 5 տարի
աշխատանքի չէիք դուրս գալի, ամիսներով աշխատանքի, բայց դեր լավ աշխատավարձերը բարձր ստանում էիք, ուրիշ ինչ եք արել, ոչ մի բան։ Հիմա էլ նույն բաները շարունակում եք, մեզ ընտրեք, գանք, մենք սենց ենք անելու, ես կպն լավը չի, են մեկը լավը չի, են մեկը լավը չի, միջի լավը մենք ենք։ Հա մի հատ էլ ընտրեցին ձեզ, դե մի հատ էլ 5 տարի եկեք, սկսեք քոքմաշացնելու, ու եւ վերջ, ուրիշ ոչ մի բան։ Ժողովուրդ ջան, ներող կլեք, զարատկես չնայեցի մտաուղիղ եւ իր կեսօրից հետո կմտնեմ նորից, ես թեման կշարունակեմ։